Արմլու լրատվականի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը լուրջ շրջադարձ է եղել կուսակցության ներսում։ Շատերի համար արդյունքները ոչ միայն անակնկալ, այլև քաղաքական ազդակ են դարձել հասկանալու, թե իրականում ովքեր են այսօր ազդեցիկ դեմքերը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում։ Վերջին օրերին կուսակցության ներսում ակտիվ քննարկվում է հարցը, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանից հետո այն 5 գործիչները, որոնք փաստացի ձևավորում են կուսակցության նոր ուժային առանցքը։ Ներքին ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ նախկինում ազդեցիկ համարվող մի շարք ՀՊԱ-ականներին զգալիորեն կորցրել են իրենց դիրքերը, ավելին կուսակցության ներսում նրանց նկատմամբ վերաբերմունքն էլ է փոխվել։ Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանից հետո ամենաշատ ձայները հավաքած 5 գործիչները առաջիկայում կարող են ոչ միայն ամրապնդել իրենց դիրքերը կուսակցության ներսում, այլև պաշտոնական բարձրացումներ ստանալ։ Քվեարկության արդյունքներն այսպիսին էին. երկրորդ տեղում Սուրեն Պապիկյանն էր 780 ձայնով, երրորդ տեղում Գևորգ Պապոյանը 765 ձայնով, չորրորդ տեղում Արարատ Միրզոյանն էր 743 ձայնով, հինգերորդ տեղում Վահագն Ալեքսանյանը 697 ձայնով և Ռուբեն Ռուբինյանը 687 ձայնով։ Այս 5 գործիչներն են այսուհետ դիտարկվում որպես ՔՊ-ի ներքին լիդերներ, հավաքելով առավելագույն աջակցությունը կուսակցության ներսում։ Առավել շոկային է համարվել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի արդյունքը։ 44-օրյա պատերազմից հետո նա ըստ կուսակցական շրջանակների նվազագույնը շփում էր պահպանում թիմակիցների հետ, ակտիվ քարոզչություն չէր իրականացրել, սակայն կարողացել է դառնալ ամենաշատ ձայներ հավաքած ՔՊԱ-ականներից մեկը։ Սա վկայում է, որ կուսակցության ներսում ձևավորվել են նոր կենտրոններ, որոնք միշտ չէ, որ տեսանելի են եղել հանրության համար։ Ստացվում է, որ ՔՊ-ում ուժերի դասավորությունը փոխվում է և առաջիկայում հնարավոր են նոր քաղաքական վերադասավորումներ, արդեն ոչ միայն կուսակցության ներսում, այլև պետական համակարգում։